Ողջույն հարգելի հետևորդներ, այսօր կներկայացնեմ սպանախով թխվածքի փաղադրությունը և պատրաստման եղանակը։ Վերցնել մեկ գլուխ սոխը, կտրատել, տապակել բուսական յուղի մեջ, ցանկալի է ձիթապտղի յուղի մեջ 5 րոպե։ Սպանախը լավ լվանալ, ավելացնել սոխին և շարունակել եփել ևս 5 րոպե։ Վերցնել 150 գրամ այծի պանիրը, կտրատել, ավելացնել 1 ճաշի գդակ սոճու ընգուզ, մամանի մեջ լցնել 200 գրամ ալյուր, 1 ճաշի գդակ խմորիչ և խառնել, մեջտեղում փոքրիկ փոսիկ անել, ավելացնել 3 ձու, 150 գրամ կաթ և մնացած յուղը և անընդհատ խառնել։ Խառնուրդին ավելացնել նախօրոք պատրաստված սոխը, սպանախը, պանիրը, ընգուզը, աղ և պղպեղ և շարունակել խառնել։ Թավան յուղել և ալրոդել, խառնուրդը լցնել թավայի մեջ և եփել ջեռոցում 40 րոպե 170 աստիճանում։ Ջեռոցը հարկավոր է նախօրոք տաքացնել։ Ստացվում է շատ համեղ և առողջարար թխվածք։ Վայելեք այս համեղ ուտեստը և առողջ եղեք, բարի ախորժակ։ Չմոռանաք բաժանորդագրվել իմեջին, տարածել, գրել մեկնաբանություններ։ Սիրելիներս, ձեր կարծիքը ինձ շատ հետաքրքիր է։